Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի ժողովուրդ, երկու տեխնիկական հարց։ Նախ հետևում լսվում է նորմալ ձայնը, եթե լսվում է գոչեք Նիկոլ վարչապետ։ Լավ, լսվում է։ Մեկ էլ սիրելի Գյումրին տեր է խաղաղությանը պաստառը պարած բարեկամներ։ Գյումրին միանշանակ տեր է խաղաղությանը, բայց խնդրում եմ մի փոքր հետ տանել պաստառը, որ հետևի կանգնածներին չխանգարի տեսնել։ Սիրելի ժողովուրդ, վերջին 5 տարիները չեմ թաքցնի, շատ դժվար են եղել մեզ համար։ Մենք մեր գլխավոր խոստումը խաղաղություն բերելը դարձել ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Եվ այդ ընթացքում մեզ ինչ ասես ասել են։ Մեզ վիրավորել են, հայոյել են, անվանարկել են, մեղադրել են, սադրել են, ինչ ասես արել են։ Բայց մենք մեր նպատակին հասել ենք։ Եվ հասել ենք այդ թվում հաջորդ հռետորի ջանքերի շնորհիվ, որ այդ ամբողջ ընթացքում շանթարգելի պես իր վրա է վերցրել քննադատությունների, վիրավորանքների մի մեծ մաս։ Բայց չի ազնվել եւ ամեն կերպ առաջ է տարել մեզ խոսքը։ Մեզ ձեզ բոլորիս անընդհատ համոզել է, որ այո խաղաղությունը հնարավոր է։ Ելույթ կունենա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի Երևան, ողջունում եմ ձեզ։ Ես ողջունում եմ նաև Ռուսաստանի Դաշնությունից եւ այլ երկրներից Հայաստան այս օրերին ժամանած մեր հայրենակիցներին։ Բարի գալուստ, ազատ, շատ ազատ, անկախ, երբևիցե այսպես անկախ չեղած Հայաստանի Հանրապետություն, իսկ ամենակարևորը, բարի գալուստ, խաղաղ Հայաստանի Հանրապետություն։ Սիրելի ժողովուրդ, նայեք բանավեճը։ Ես չկարողացա, եթե անկեղծ, բայց պետք է ասեմ, որ այսքան քարոզարշավ եմ տեսել եւ երբևիցե այսքան ստոր եւ ստահոտ խոսակցությունների ներկա չեմ եղել որևիցե ընտրություններից առաջ։ Ինչը տարօրինակ չի։ Եկեք հասկանանք ով է մասնակցում այս ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցականների հետ, ով քաղաքականություն մտնելուց առաջ ըստ հայտնի ձայնագրության համաձայնություն էր խնդրում օտար երկրապետությունից։ Բարգավաճ Հայաստանը, ում երկրորդ համարը լրտեսության եւ պետական դավաճանության համար այս պահին կասկածվում է եւ գտնվում է բանտում։ Իսկ ցուցակում կան մարդիկ, ովքեր ուղիղ աշխատավարձ են ստանում օտար երկրյա կազմակերպություններից։ Եվ եւս մի եռագլխի մաս Սերժ Սարգսյանը, այո, ուժեղ Հայաստան կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանը, որին այս հրապարակը մերժել է։ Հիմա այդ ամեն ինչը համեմել են ՖՍԲ-ի աշխատակցով եւ փորձում են մեզ նորից խաբել։ Հա, մոռացա, մեկ էլ մի հատ փոքրիկ պոչ կա։ Հաթիկներով պոչ, բայց լավ, դրա մասին հետո, բայց կա նաև լավը այս քարոզարշավի մեջ։ Սիրելի հայրենակիցներ, այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես եւ մեր ընկերները եղանք բոլոր մարզերում
եւ մենք ձեզ տվեցինք մեր սրտերը։ Ի պատասխան մենք ստացանք ձեր ժպիտները, ձեր վստահությունը։ 2021 թվականին այս հրապարակում ես իմ ելույթը սկսեցի մի արտահայտությունով։ Ասի ժողովուրդ, ես ինչ արեցիք դուք, որովհետև 2021 թվականին իր ընտրությամբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քանդեց մեծ աշխարհաքաղաքական պլաններ եւ տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Հիմա սիրելի ժողովուրդ, մեզ մնում է մի բան, ընդամենը մի բան, մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը եւ այն ժառանգենք մեր երեխաներին։ Եվ եզրափակելով ես մի առաջարկ ունեմ։ Եկեք 5 տարի անց այս հրապարակում այնպես բացականչենք Նիկոլ Վարչապետ, որ այդ ձայնը հասնի Կոտայքի առանձնատուն, Քոչարյանի քարանձավ, նույնիսկ միջև Կալուգա հասնի։ Եվ ուրեմն Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ հրետորը ազգային ժողովում պարբերաբար քաղաքական 18+ տեսարաններ է բեմադրում։ Նա օլիգարխների խղճուկ պատգամավորներին պարբերաբար մերկացնում է ճամփում։ Այժմ ելույթ կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ խմբակցության ղեկավար Հայկ Քոչարյանը եւ նաեւ վարչության անդամ։ Ողջույն սիրելի ժողովուրդ։ Սիրելի հայրենակիցներ, նախորդ մեկ ամիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք շրջեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքներով եւ գյուղերով, հանդիպեցինք ձեզ հետ եւ ձեզանից շատերից մեզ ամենաշատը ասված պատգամներից մեկը հետևյալն էր. հանկարծ մեզ թևաթափ չանեք։ Սիրելի ժողովուրդ, ես հիմա ուզում եմ Հայաստանի կենտրոնական հրապարակից ասել, որ դուք եք մեր թևերը, դուք եք մեր թևերը, դուք եք Հայաստանի թևերը եւ Հայաստանը ձեզանով է ապրում։ Եվ հունիսի 7-ին ընտրական տեղամասեր գնալով դուք թև եք տալու Հայաստանին եւ Հայաստանը թևածելու է ձեր շնորհիվ։ Սիրելի ժողովուրդ, օրեր առաջ այս հրապարակում տեղի ունեցավ մի չտեսնված եղկելի անբարոյական քաղաքական ակտ։ Կալուգացի օլիգարխի թիմը, որ նոր ու գիշեր մեզ մեղադրում է 300,000 ադրբեջանցիներ բերելու կեղծ թեզով, Հայաստանի կենտրոնական հրապարակում միացրեց ադրբեջաներեն խոսք եւ երգ, ստեղծված իրենց հիվանդագին երևակայության մեջ։ Հայաստանը երբևէ չի ունեցել այս աստիճան եղկելի եւ անբարո ընդդիմություն, որքան այսօր։ Հայաստանը երբևէ չի ունեցել այնպիսի գործակալական ցանց ընդդիմություն, ինչպես որ այսօր։ Ժողովուրդ, եկել է ժամանակը
անհայրենիք լրտեսների քոքը Հայաստանի քաղաքական դաշտից կտրելու հերիքելա բոլեղավ։ Մեկն էլ կա, ասում է, եթե հանկարծ մեզանից հաղթանակը խլեն, հեղափոխություն կլինի։ Այն մեկը, որը սեփական ժողովրդի վրա ավտոմատներ ուղղելու 10 հոգու գնդակը հարել է, այսօր ժողովրդի վրա սուր է ճոճում։ Ուրեմն լսեք, հունիսի 7-ին ժողովուրդը վերցնելու է այդ սուրը և մտցնելու է համապատասխան տեղը։ Ես նկատի ունեմ մտցնելու է Պատյանը, սիրելի ժողովուրդ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանում մարդակեր օլիգարխների դարաշրջանը ավարտվել է։ Միად նայեք, երբեմնի անպարտելի օլիգարխներից մեկը պարում է ձեր առաջ, մեկը գալիս է ձեր դուռը ձայն է խնդրում, ժողովուրդ օլիգարխիան ծնկել է ձեր առջև և սա հաղթանակ է, ձեր հաղթանակը։ Սիրելի ժողովուրդ, այն անհայրենիք լրտեսները, ովքեր այսօր ցանկանում են գրպանել Հայաստանի ժողովրդի իշխանությունը, Հայաստանի վրա տարիներ շարունակ սակագին էին դրել և Հայաստանը մի անգամ աճ, մի անգամ ձախ անելուց այդ սակագինը բարձրացնում էին և ուզում են այսօր այդ նույն խմբերը Հայաստանը մատաղ անել իրենց օտարերկրյա տերերի ոտքերի տակ, դուք ձեր Աստծո ծորակը կտեսնեք, դա չեք տեսնի։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ խնդրում եմ, հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։ Բոլորիս տնից մինչև ընտրատեղամաս հեռավորությունը միջինացված ընդամենը 30 րոպե է, կամ 1 ժամ։ 30 րոպեն 1 ժամը, 30 րոպեն ընդամենը մի բաժակ սուրճի ժամանակ է։ Ես ձեզ խնդրում եմ այդ մի բաժակ սուրճի ժամանակը ամսի 7-ին տրամադրել Հայաստանին և Հայաստանը ձեզ կտրամադրի լիություն, Հայաստանը ձեզ կտրամադրի խաղաղություն, Հայաստանը ձեզ կնվիրի բարեկեցություն և ուրեմն հունիսի 7-ին մեկ մարդու պես ժողովուրդ ողողեք ընտրական տեղամասերը, ողողեք ընտրական տեղամասերն այնպես ինչպես որ կգնայիք ծննդատուն մանկան ճիճը շնորհավորելու, որովհետև խաղաղությունը ծնվել է ժողովուրդ, շնորհավոր։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, սիրում եմ ձեզ։ Սիրելի ժողովուրդ, Կալուգացի օլիգարխը իր այս նախընտրական կամպանիան իրականացրել է Իսրայելից